Բարև ժողովուրդ ջան, տեսեք ում եմ բերել այսօր, հիմա կասեք Աշ ջան, այս հույի բույի մեջ, սրանը չես բերել, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, բայց իրան այսօր չեն բերել որպես աշխատակազմի ղեկավարի պաշտոնին եղած ինչ-որ բաների համար, ոչ, կարաք մի հատ գուշակեք, ինչ կապ կարա ունենա նման անձնավորությունը, որ ոնց որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես որևիցե մի սպորտաձևի հետ, ակտիվ սպորտաձևի հետ, շախմատ, շաշկի կարող է ինքը ինչ-որ մի տեղ էլ խաղալ գիտի, նարդին էլ կարա իր համար խաղալու ինչ-որ մի բան էլ։ Ես ի նկատի ունեմ բռնցքամ մարդ, ծանրամարդ, ակտիվ սպորտ, ֆուտբոլ կամ ինչ-որ մի բան։ Դուք կզարմանաք, ես ձեզ կասեմ, Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք, Արայիկ Հարությունյանը ծանրամարտից իմ կարծիքով այնքան է եղել, ինչքան որ խոզը տուրնիկից։ Բայց դրա մասին չի խոսքը։ Տեսեք ինչ է տեղի ունեցել։ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Կապիկությունը սկսվեց, ժողովուրդ։ Սաղ տեղերը ազգայինը քանդում են։ Ինչու եմ ասում ազգայինը։ Դուք լավ գիտեք, որ ես սպորտի մեջ կայացած մարդ եմ։ Այն մարդիկ, ով որ ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ երկրորդ մասնագիտությամբ ես սպորտի մեջ եմ։ Եվ լավ հիշում եմ մեր օլիմպիական կոմիտեի վիճակը, մեր օլիմպիական սպորտսմենների բոլոր թե իրանց պարաբելու տեղը, թե իրանց հնարավորությունը, թե պարգևավճարները, խրախուսումները, բան, բոլորս հիշում եք ինչ վիճակ էր։ Գագիկ Ծառուկյանն եկավ, մարդը կամաց-կամացը չէ, շատ արագ ամեն ինչ տեղն է գցում։ Սպորտի մասին է խոսքը։ Մենք ունենում ենք մեդալներ, մենք ունենում ենք հպարտության առիթներ, հայկական եռագույնը բարձրանում է, հայկական հիմնը հնչում է աշխարհում բոլոր ծայրերում, անգամ Թուրքիաներում։ Դուք պատկերացնում եք ինչ են անում այս մարդիկ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը որտեղ ձեռքերը դնում են ազգայինը փշրում են, ժողովուրդ ջան։ Հիմա էլ ձեռքերը գցել են մեր օլիմպիական կոմիտեին։ Ինչու համար, որովհետև Գագիկ Ծառուկյանը, ես ենթադրում եմ, Գագիկ Ծառուկյանը որոշել է ոչ ասել իրանց օրակարգին։ Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ քաղաքական հարցերում համաձայն չեմ, հասկանալի չի իմ համար, բայց սպորտի բնագավառում այս մարդը ինչ ասել է, մեր տասնապատիկ ավել արել է։ Պետությունը ինչ պարգևավճար տվել է, այս մարդը կրկնա պատկել է։ Իրա գրբանից, իշքան որ ես գիտեմ, իրա գրբանից, իրա բիզնեսից հանել տվել է։ Ու մեր սպորտսմենները շատ գոհ են այս մարդուց։ Մի հատ օրինակ եմ բերում հիմա, Նիկոլ Փաշինյան, մի հատ կասես ֆեդերացիայի նախագահ, այդ արմենները, որոնք քո ընկերներն են, ինչ օգուտ են տվել ֆուտբոլի ֆեդերացիային, ֆուտբոլին ընդհանրապես, պռավալ սաղ տեղերը, բասկետբոլային հաշիվներով, սաղ պռավալ տվեցիք, խայտարակ եղանք ամբողջ աշխարհով, հիմ փշրել եք սաղ ֆուտբոլը դուք, սաղ ֆուտբոլը, որտեղ ձեր նորից եմ ասում, հովանավորյալներն են նստած, որ ֆուտբոլը վերանալու է Հայաստանի Հանրապետությունում որպես ակտիվ մարզաձև։ Ինքը լինելու է մենակ սիրողական։ Սա որտեղ դուք մադ եք տալիս, փշրում եք ազգայինն ու հայկականը։ Հիմա էլ ընկել եք Ծառուկյան Գագիկի հետևից ու օլիմպիական կոմիտեն եք ուզում ձեռքից խլեք, դատարեցնել լիազորությունները։ Ես դեմ եմ դրան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իմ այլ սպորտին են կբե, իրանց ձեռք չի տալիս, որ Ադրբեջանի դրոշը չի բարձրանում, այլ հայկականն է տեղեր կա բարձրանում։ Այս շինցու բաներին թարք տուր, Նիկոլ։ Թարք տուր։ Դու ոնց հասկանում եմ կարմիր գծեր չունես քո համար ազգայինը, եկեղեցի, սպորտ, ինչ ասեմ էլ, բանակ, հայրենի, քո համար դրանք սաղ ջուր են։ Խոսքեր են ուղագի, ոչ մի բան դու չես կարող նորմալ հայկական ձևով անել։ Այս մարդը տեսնում է հեռադիտակով, առած սենց նայում են, ինքը Արայիկների նմանները, նայում են որտեղ հայկական հոգի կա, ուտեղ բռնում են ու արի փշրենք քո հայկական հոգին պետք է ոչ մի տեղով չլինի։ Հայկական դրոշի մասին հանգարց մեկը խոսա, վсё, իրանք մեջտեղներից կիսվում են։ Չպետք է լինի դες բան։
Հիմա հիշեմ մեկ անձնավորության նույնպես, որ բոլորը ասում եք սենցա։ Ռուբեն Հայրաբեդյանին հիշում եք դուք ֆեդերացիայում։ Դուք հիմա կարաք համեմատեք այսօրվա մեր ունեցած արդյունքներն ու Ռուբեն Հայրաբեդյանի ժամանակվա եղած արդյունքները։ Հա ինքը խիստ մարդ է, շատ տեղերում իր այդ են համաձայն չէ ես, իր հնչեցրած հայացքներին, շատ հարցերում, բայց մարդը տալիս էր ռեզուլտատ։ Թողնում էր, որ մենք ստադիոնից հանգած գլուխներս կախած տուն գնայինք։ Մտածեք ժողովուրդ ջան, մտածեք, այս մարդիկ ամեն օր ամեն ինչ իրանց օրակարգն են ուզում տանել, ոչ հայկականի օրակարգն են ուզում տանել։ Ես դեմ եմ դրան ու ակտիվ դեմ եմ միշտ խոսելու սրան։ Նիկոլ հերիք եղավ, լուրջ եմ ասում հերիք եղավ։